Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Երկու կարևոր բան եմ ելույթում շեշտադրում մոռացա պարոն Մելքոնյանը համայնական հռչակագրից խոսելուց ինձ ուղղորդ է շատ ճիշտ, որ ես կարևոր բան եմ մասնավոր պետք է խոսամ։ Տեսեք, համայնական հռչակագիր երեխեք հունվարի 29-ին ընդունվել Ծիծեռնակաբերդում ընթերցել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Համայնական հռչակագրում ուշադրություն։ Դատապարտում է համայնական հռչակագիրը Թուրքիայի, Հայաստանի շրջապատման քաղաքականությունը եւ դատապարտում է Թուրքիայի նախապայմաններ դնելու քաղաքականությունը, դա համարելով հայոց ցեղասպանության չդատապարտման եւ չճանաչման հետևանք։ Եվ երկրորդ, էլի համայնական հռչակագիրը կոչ է անում Թուրքիային առերեսվել եւ հաշվել իր պատմության հետ ու ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Տեսեք, Սերժ Սարգսյանի ժամանակ Հայաստանի Հանրապետությունը չէ ընդունում Թուրքիայի որևէ նախապայման Արցախի խնդրում գնալ միակողմանի զիջումների եւ նույնիսկ դա անվանում է շանտաժ եւ դատապարտում է Հայաստանի Թուրքիայի կողմից բլոկադան եւ կոչ է անում Թուրքիան ճանաչել հայոց ցեղասպանությունը, այսօր այս կապիտուլյացիայի սիմվոլները Արցախը հասնել են 150,000 արցախահայեր էթնիկ զտման է ենթարկվել, Թուրքիան նույնիսկ նման պահանջներ չի ներկայացնել երբեք, չէ կարող երազել ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը, այսքանից հետո Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի սահմանը փակ է, մի հատ էլ երջանիկ դեպքով գնում են թուրքերի հետ հանդիպում են Էրդողանի դիկտը գնում են կրծքին։ Քանի որ հին հույներն ասում էին, որ ամեն ինչ հայ մատության մեջ պետք է նայվի եւ ճշմարտությունը։ Ես որպես հին հույների քաղաքակրթության մի փոքր մասնիկ նայեմ, ուզեցի այդ հայ մատությունը դուք եւս մեկ անգամ տեսնեք։ Ինչ է ասում համայնական հռչակագրի Սերժ Սարգսյանի գլխավորությամբ 15 թվականին հայ-թուրքական հարաբերությունների Թուրքիայի շանտաժի ու բլոկադայի քաղաքականության մասին եւ ինչ են անում սրանք Արցախը տալով, հայաթափելով եւ Հայաստանը վերածելով թուրքական վիլայեթի։ Շնորհակալ եմ։